Տաշիր կապիտալը ներկայացրել է հետ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ, որոշումը չեղյալ, այսպես ասած, վճռով չեղյալ անելու համար, հաշվի առնելով, որ հակաօրինական է եւ ոչ իրավաչափ է եւ վարույթի հարուցումը եւ վարույթի ընթացքը, այսպես ասած, մինչեւ լիցենզիայի կասեցում։ Այն որ քաղաքական է բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց շատ փնթի, շատ այսպես հապշտապ, չունենալով որևէ ռեալ ճիշտ բաներ ներկայացրել են համենայն դեպս ոչ ճիշտ, այսպես մեղմ արտահայտվենք եթերային նյութեր, որի արդյունքում հիմա մենք ներպետական ատյաններ, այսպես ասած, սպառելով եւ պաշտպանելու ենք բոլոր ինքները, մի քանի անգամ ասել եմ, կրկնեմ եւս մեկ անգամ, որ հեծի այսպես հեծի հետ կապված պայքարը հեծի սեփականատիրոջ կողմից, կոնկրետ Սամվել Կարապետյանի կողմից իր ասված բառերով գիտեմ ինչ է լինելու, ֆինանսական չէ, գոնե առաջնահերթ, տեսանք մենք ինչ կատարվեց այս նոր տարվա օրերը եւ ընդհանրապես ամենահետաքրքիրն էր, որ կառավարիչը այսպես անջատումների նաև հիմքով լիցենզիայից զրկվում է հեծը, բայց կառավարիչը, եթե չեմ սխալվում, պատմություն եք սարքել անջատումները, թե ինչի եք այսպես մի խոսքով, որ անջատումները եւ պետք է լինեն եւ դա ոչ միայն այդ առումով, այլ նաև հենց հիմա հեծում կատարվող իրադարձություններ ինչպես են պարտակվում, հավելագրումները խայտառակ, անջատումները, սխալ թվերի ֆիքսվելը, այնպես որ շատ ակնհայտ է, հույս ունեմ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի, անկեղծ հույս ունեմ, որովհետև հույսը վերջին է մահանում միայն այդքանով, հիմա տեսնենք ինչքանով սկզբունքային գտնվի։ Պարոն Ղազինյան, երբ անդրադարձ եղավ այդ մի քանի օրերին, նոր տարվա օրերին, անջատումներին, վարչապետի նույնպես այդ հարցը հղեցին ու ըստ վարչապետի պատասխանի ոչ թե հիմիկվա կառավարումներ սխալ կամ կառավարիչներ մեղավոր, այդ ժամանակին դուք եք վատ կառավարել, դրա համար էլ այդ օրերին ունեցանք անջատումներ։ Այսինքն մենք վատ կառավարում էինք, չունեինք այդպիսի անջատումներ, հենց մենք չենք կառավարում, ունենք այդպիսի անջատումներ։ Հիանալի է։ Կարծում եմ պատասխանեցի։ Ավելի իրենք եթե չեմ սխալվում տվյալներին հրապարակվել, որ ավելի քիչ է եղել այսօրվա այդ օրվա, հա, ամանորի այդ օրերի անջատումները։ Գիտեք, լինում են մեկ-մեկ դեպքեր, որ ստիպված եմ եւ մակարդակիս դաստիարակությանս ոչ եթերային ինչպես պատասխանել այդ հարցին։ Մենք հրապարակեցինք հանձնաժողովի կայքում 24-25 թվականի ամբողջական թվերը։ Եթե հանձնաժողովը ամբողջ տարվա ընթացքում որից ստուգում չի ալ, ենթադրվում է, որ հավատացել է մեր ներկայացված թվերին։ Մենք այդ թիվն ենք տալիս, որը իր ասածից տարբերվում է։ Լավ, անցել է այդքան ժամանակ, թող ասի, որտեղից է վերցրել այդ թիվը։ Խափում են, պարզ խափում են։ Լավ, ընդունենք, թե չենք նայում, չեն հավատում եւ ինձ, մեր ազգաբնակությունը եւ կառավարչին։ Իր մաշկի վրա մարդ կարող է զգալ, թե չէ։ Ես հոսանք ունեմ, բայց ես լրատվամիջոցներից տեղյակ լինում եմ, ինչքան մարդ չունի, թե չէ։ Աղմուկը պարզ է, թե չէ։ Այսինքն 24-25 եւ 25-26-ը ախր բոլորին է պարզ ինչ է կատարվել։ Ոնց կարելի է ամբողջ հանրապետությունը խոսում է մի ամբողջ վարչական շրջանի այսպես մի քանի օրվա հոսանքազրկման մասին, ել չեմ ասում նոր տարվա գիշերը հենց ժամը 12:00-ի դրությամբ անջատումների մասին եւ անցյալ տարի նույն այսպես այնպես չի որ հեռախոսը եւ կամերան նոր հորինեցին, անցյալ տարի չկար, ոչ մեկ չգիտեր։ Մի քիչ չգիտեմ, չեմ ուզում այսպես ժողովրդին վիրավորել, մեզ էլ որպես ժողովրդի մասնիկ, բայց կարծես հիմարի տեղ են դնում, լավ այսպես ասեմ, չի ստացվում ուղղակի։ Պարոն Ղազինյան, ես այս հարցը ստանում, կոնկրետ Վայոց ձորից, Գեղարքունիքից ու մի քանի մարզերից անընդհատ տեսանյութեր են ուղարկում ու լուսանկարներ, որ սա պոկվեց ընկավ, դա եղավ, նախկինում այդպիսի բաներ չէր եղել, այսինքն կոնկրետ ես ունեմ ապացույցների հեռախոսի մեջ, որ մարդիկ բողոքում են հենց այս կառավարման մարմիններից։ ՀՑԿ-ի լռությունը այս դեպքում, դուք ոնց եք մեկնաբանում, կամ այդ լիցենզիայից զրկելը ու հիմա այս դատավարությունը որքանով է արդարացված ձեր հույսը, որ այս դեպքում կհաջողվի։ ՀՑԿ-ն, ինչպես ասել եմ, կրկնում եմ եւս մեկ անգամ, անկախ է միայն թղթի վրա։ Գիտեք, պետություն սիրելը, պետություն կառուցելը
Այլ բան է պետություն քանդել եւ պետական կառույցները քանդել այլ բան է։ Հիմա քանդվում է ուղղակի։ Հանրային ծառայությունների կարգով հանձնաժողովը չեմ կարող ասել միշտ իդեալական է եղել, բայց այս վիճակում երբեք չի եղել։ Նույն ընդունենք անգամ նույն երկու իրավիճակն է։ Լավ, այն ժամանակ խոսում էիք, եկաք միջև լինցեզիայի զրկելուց։ Հիմա գոնե կառավարիչ փոխեք։ Գոնե, որովհետև կառավարիչին դուք եք նշանակել, հանձնաժողովի նախագահը միանձնյա։ Այսինքն անգամ դե չեն, պատկասում եք ինչ վախ ունեն իրանք։ Իրենք վախում են իրենց անկախ լինելով իրենց իշխանություններից, իշխանություններն վախենում են Սամվել Կարապետյանից։ Այս բանը հավաքվեց, էլի։ Ուրիշ այո, puzzle-ը հավաքվեց, ուրիշ այդտեղ տարբերակ չկա։ Չվախենային որևիցե հիմք չկար այս հեծը վերցնելու, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ-մեկ հարց են տալի, ասում են, այս օրերին ինչի չես խոսել, մեր այսպես Տաշիր ընկերությունների խումբը, Տաշիր կապիտալը ինչի չի խոսել, մենք ընդհանրապես որոշել էինք չխանգարենք իշխանություն, կառավարիչ, հանձնաժողով եւ բնակչություն շփմանը, այսպես ասած։ Եվ տեսանք ինչ եղավ։ Հիմա որ մենք խոսենք, պետք է ասենք չարախնդում են, հələ դեռ մի բան էլ ասեն իրանք են ինչ որ տակից բաներ անում, բացարձակ շատ բնական երևույթ տեղի ունեցավ եւ իրենց նյարդերի այսպես տեղի տալը իմ կարծիքով ժողովրդի արդեն ամեն ինչ հասկանալն է։ Իրենք ինչպես ինչ մեթոդներ ուզում են խաբել, չստացվեց ուղղակի։ Ղազնյան կխնդրեի անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը, որ տուն չի եղել հեծը գողություն արած չլինի եւ միջնորդությանը Ռոմանոս Պետրոսյանին ու Մեսրոպյանին կանչելու, հա, որպես երրորդ կողմ դա ինչով էր պայմանավորված։ Հաջորդ հենց օրը կառավարիչը սրբագրեց, բնականաբար իմանալով որ սխալ է ասել վարչապետը, չէր կարող իր ղեկավարին հակադարձել այդպես եւ իմ ասուլիսի ժամանակ ասել եմ, որ երկու տարբերակ է, կամ վարչապետը խաբում է ժողովրդին, որ այդպիսի բան է եղել, կամ կոմպետենտ այդ համապատասխան պաշտոնյաները սխալ են զեկուցել։ Եթե արագ այդ պաշտոնյաները չազատվեցին, նշանակում է առաջի տարբերակն է։ Առայժմ ոչ մի ազատում չունենք։ Միջնորդության վերաբերյալ գիտեք, երկու անձինք էլ մենք ինչ ենք ուզում, լավ, մենք ուզում ենք, որպեսզի դատարանը այսպես ամբողջական ինֆորմացիա ունենա, չէ, ինչի համար է դատարանը ընդհանրապես, կամ ինչի համար է բանավոր դատաքննությունը։ Գրավորի դեպքում այլ է, բանավորի դեպքում գալիս են բոլորը։ Մեր խնդիրն է, մեր ցանկությունն է, որպեսզի դատարանը ամբողջական դատաքննություն իրականացնի։ Մենք ունենք համոզմունք, որ այդ անձինք պետք է լինեն, որպեսզի դատարանը ունենա ամբողջապես այդ ամեն ինչը։ Հիմա ինչ խնդիր կա այստեղ չգալու։ Ընդհանրապես մի բան, վախ, որ դատարանը պետք է ամեն ինչ չիմանա։ Մեր միջնորդությունը ուղղված էր դրան, ես շատ մի քիչ ոչ իրավական, մի քիչ մեր մասնագիտական չեմ ասում, ժողովրդի համար էլ պարզ լինի, ինչի համար ենք դա անում, իրավաբանորեն արդեն փաստաբանները կներկայացնեն։